1 տարեկան երեխային սպանած խորթ մայրը կալանավորվել է։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ դեպքի նախաքննությունն արդեն ավարտվել է։ Ըստ գերատեսչության երեխայի խորթ մայրը մեղադրվում է նրան ապօրինաբար կյանքից զրկելու եւ անչափահասի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Երեխայի խորթ մայր հանդիսացող կինը 2026 թվականի հունվարից պարբերաբար դաժան ծեծի է ենթարկել նրան, իսկ արդեն մարտի 15-ին փորձել սպանել։ Վերակենդանացման բաժանմունք տեղափոխվելուց 7 օր անց փոքրիկը գիտակցության չգալով մահացել է։ Արդեն 5 օր է Բամբակ գետում չեն դադարում 13-ամյա Նարինե Մարտիրոսյանի որոնումները։ Աղջկան գտնելու հույսը օր-օրի մարում է։ Միացել են բազմաթիվ կամավորներ, տեխնիկա, փրկարարներ բոլոր մարզերից, ջրասուզակներ։ Վաղ առավոտից մեկնարկել են որոնումները, սակայն գետի վարարությունն ու տիղմը շատ են խանգարում։ Անգամ հատկացված տեխնիկան չի կարողանում օգնել։ Նույնիսկ դրոններն են գործի դրվել, աղջկա հետքն անգամ չի երևում։ Որոնումները կշարունակվեն այնքան, մինչև աղջկա մարմինը չհայտնաբերվի։ Իսկ այս ընթացքում դեռ չեն կավորել նրա քրոջը 7-ամյա Նարեին, սպասում են երկրորդ աղջկա մարմինը հայտնաբերելուն։ Նարեի մարմինը հայտնաբերվել էր հունիսի 17-ին, ողբերգական դեպքից 2 օր անց։ Հունիսի 15-ին քույրերը փորձել էին գետն անցնել այնտեղ տեղադրված խողովակի վրայով, շրջանցելով վերգետնյա անցումը, որը կերկարացներ իրենց ճանապարհը։ Այդպես էլ վերջնակետին չէին հասել։ Մինչ օրս ստացված տեղեկությունների համաձայն մի քույրն ընկել է գետը ու սկսել խեղդվել, մյուսն էլ փորձել է օգնել ու ինքն էլ է հայտնվել այնտեղ։ Խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում։ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է տեղում կայանված Զիլ Մակնիշի բեռնատարին։ Տուժել է 3 ուղևոր, նրանց տեղում առաջին օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել բժշկական կենտրոններ։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հանգամանքները պարզվում են։ Տարիներ անց Հենրիխ Մխիթարյանն այցելել է Փյունիկի մարզադպրոց, որտեղից սկսվել է իր ֆուտբոլային ճանապարհը։ Փյունիկի համար արդեն խորհրդանիշ դարձած Փարքի ծառի մոտ Մխիթարյանը թողել է իր ձեռքի եւ ոտքի հետքերը։ Ապա Փյունիկի ներկայացուցիչները եւ միջոցառման մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել նրա հոր Համլետ Մխիթարյանի հիշատակին։ Սա յուրահատուկ վերադարձ է այն վայր, որտեղից ամեն ինչ սկսվել է։ Մխիթարյանը Փյունիկ ակումբ է մտել 1995 թվականին, իսկ 2006-ին ընդամենը 17 տարեկանում իր դեբյուտն է նշել մեծահասակների թիմում։ 2009 թվականը եղել է նրա վերջին մրցաշրջանը ակումբում, որտեղ 10 խաղում դարձել է 11 գոլի հեղինակ։ Փյունիկի կազմում անցկացրած տարիներին նա 4 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, 2 անգամ նվաճել սուպերգավաթ եւ 1 անգամ Հայաստանի գավաթը։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը մեկնել է Շվեյցարիա, որտեղ սպասվում է Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը։ Նախագահ Դոնալդ Թրամփի մյուս հատուկ բանագնաց Ջարեդ Քուշներն արդեն գտնվում է Շվեյցարիայում։ Ըստ Axios-ի բանակցությունները պետք է սկսվեին ուրբաթ, սակայն հետաձգվել էին Լիբանանում Իսրայելի եւ Հեզբոլայի միջև մարտերի պատճառով։ Տեղեկացված աղբյուրի համաձայն Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին շաբաթ օրը նախատեսում է մեկնել Շվեյցարիա, սակայն աղբյուրը նշել է, որ ծրագրերը դեռ կարող են փոխվել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios-ի հետ հարցազրույցում հայտնել է, որ կարող է դադարեցնել Լիբանանի դեմ իսրայելական հարվածները։ Նրա խոսքով Իսրայելում իրեն շատ են հարգում եւ մեկ խոսքը բավական է, որպեսզի կռիվը վերջանա։ Մինչդեռ Իսրայելի զինուժը պնդել է, որ շարունակելու են հարվածները մինչև չվերացնեն Հեզբոլահի վերջին թիրախը։ Թրամփի ինքնավստահությունը հավանաբար բարձրացել է Իրանի հետ համաձայնության գալուց հետո, սակայն այս ամենի ֆոնին լարվել են Իսրայելի հետ հարաբերությունները, որքան էլ երկրները փորձում են դադարեցնել համերաշխության քողի ներքո։ Օրեր առաջ Իրանի հետ համաձայնագրի հետ բանակցությունների վերաբերյալ պայմանավորվելուն զուգահեռ Թրամփը Նեթանյահուին հորդորել էր դադարեցնել Լիբանանի դեմ հարվածները, քանզի Իրանի հետ համաձայնագրում ներառված էր եղել նաև Լիբանանի հակամարտության հարցը, իսկ Նեթանյահուն արել էր հակառակը, հրամայել էր ավելի ինտենսիվ մարտեր վարել։ Թեհրանը չի պարտվել այս պատերազմում Վաշինգտոնին, չնայած Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությանը եւ հրթիռային հարվածներին։ Գրել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, մեկնաբանելով ԱՄՆ-ի եւ Իսլամական Հանրապետության միջև հուշագիրը։ Մեջբերում Թեհրանը մեղմասած չի պարտվել այս պատերազմում Վաշինգտոնին, չնայած Իրանի պետության ղեկավարի սպանությանը եւ ավերիչ հրթիռային հարվածներին։ Կիևի հետ գործ ունենալիս այլևս կանոններ չեն կարող լինել, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նրա խոսքով Ուկրաինայի դեմ պատերազմում միակ մնացած սահմանափակումն այն է, որ քաղաքացիական անձինք չպետք է դիտավորյալ թիրախավորվեն։ Պատերազմի օրենքների եւ սովորույթների վերաբերյալ Հագայի կոնվենցիաները այլևս անհրաժեշտ չեն։
Пан Лукашенко говорить, що він не хоче бути втягнутим в цю війну. Երբ Լուկաշենկոն ասում է, որ չի ուզում ներքաշվել այս պատերազմի մեջ, ապա նա պետք է անկեղծ լինի, գոնե իր ժողովրդի հետ։ Հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով ոչ թե ինքը Լուկաշենկոն կարող է ներքաշվել պատերազմի մեջ, այլ Ռուսաստանը կներքաշի ամբողջ Բելարուսը։ Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությունում ԱՄՆ դերակատարությանը, նա նշել է, որ առաջին անգամ ամերիկյան կողմը դրականորեն է արձագանքում իրենց հրթիռների արտադրության լիցենզիաների գաղափարին։ Մեջբերում նախկինում ես բարձրացրել եմ այս հարցը եւ տրամադրել եմ այս տեղեկատվությունը, սկսած նախագահ Բայդենի վարչակազմից, բայց մենք երբեք ոչինչ չենք ստացել։ Այժմ Աստծո կամքով նրանք կանցկացնեն բոլոր անհրաժեշտ խորհրդակցությունները համապատասխան կողմերի, արտադրողների, վարչակազմի եւ զինվորականների հետ։ Մեջբերման ավարտը։ Володимир Зеленський, президент України. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկվել է Սպիտակ արծվի շքանշանից, Լեհաստանի հնագույն եւ բարձրագույն պետական պարգևից։ Նման որոշում է հայտնել նախագահ Կարոլ Նավրոցկին, ընդգծելով, որ Ուկրաինայում ՈՒԱԲ-ի գործիչների հերոսացումն անընդունելի է լեհական կողմի համար։ Սպիտակ արծվի շքանշանը ավանդաբար շնորհվում է միայն ակնառու պետական գործիչներին հատուկ ծառայությունների համար։ Զելենսկին այս պարգևը ստացել էր 2023 թվականի ապրիլին Աջեյ Դուդայի ձեռքից։